եք ասում Արցախից բռնի տեղահանված, այլ ասում եք տեղափոխված հայրենակից։ Դա ես չեմ կարծում, որ իրենց կյանքում որևէ բան փոխում է, շնորհակալություն։ Այլ հարցեր ունենք հարգելի գործընկերներ։ Ցանկացած ոք կարող է իր իրավունքների համար քայլեր ձեռնարկել, մենք որևէ մեկի իրավունքները չենք սահմանափակում, բայց մենք կենտրոնացած ենք մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում ինտեգրելու, իրենց մշտական հայրենիքը դարձնելու գործընթացների վրա, ինչը հաջողությամբ անում ենք, եթե այլ հարցեր կան, խնդրեմ։ Պարոն Թովմասյան, քանի որ թեմայի հետ կապված մի հարց ևս, արդյոք Վելսի այցի ժամանակ Հայաստանի իշխանությունը չպետք է բարձրացնի Ադրբեջանից գերիների վերադարձի հարցը, դա արդյոք առաջնային օրակարգ չպետք է լինի։ Այդ հարցը միշտ եղել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների առաջնային օրակարգում եւ միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ ԱՄՆ գործող վարչակազմի նախագահ Տրամպի հետ հանդիպումների ժամանակ եւ այնպես չէ, որ այդ բարձրաձայնումները անպայման պետք է տեղի ունենան տեսախցիկների առաջ եւ դա որևէ կերպ բան կփոխի իրենց կյանքում, այդ մեր հայրենակիցների, որոնք բակվում են եւ նաեւ վերջի շրջանի հենց այդ վարվող քաղաքականությունը թույլ տվել նրանցից ոմանց արդեն տեղափոխել Երևան եւ այդ գործընթացը շարունակվելու է։ Ես ինքս անձամբ բազմիցս իմ տարբեր կարգավիճակներում ներկա եմ եղել նման հանդիպումների եւ անձամբ լսել եմ եւ ինքս բարձրացրել եմ այդ հարցը մեր բոլոր երկրների բոլոր գործընկերների առաջ։ Ինչ պետք է շահի Հայաստանը այս այցից դեր տպավորությամբ եւ այն օրակարգը, որ հայտնի է բացի դրանից, այլ ինչ օրակարգային հարցեր կան, որոնք կարծում եք, որ ճիշտ է քննարկել եւ ամերիկյան կողմի հետ կան նաեւ այդ թեմաներով բանակցություններ։ Ես կարծում եմ որևէ գաղտնի բան չկա այդ օրակարգերում։ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ավելին մենք ունենք նաև արդեն ռազմավարական մակարդակի հարաբերություններ եւ նաև դրանից բխող ոլորտային հարաբերություններ եւ նաև ըստ էության խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո օգոստոսի 8-ին նախորդ տարվա արդեն իսկ տեղի են ունեցել դրական զարգացումներ ստորագրված տարբեր ուղղություններով, ընդ գիտեք մի քանի հուշագրեր էին ստորագրվել, որոնցով մենք ունենք առաջընթաց արհեստական բանականության մասով, էներգետիկայի մասով, ապա շրջափակման մասով եւ ԱՄՆ փոխնախագահի այցը ես չեմ սիրում պաթետիկ բառեր օգտագործել, բայց իրականում պատմական է, որովհետեւ երբևէ տեղի չի ունեցել եւ սա առաջին նման այցն է եւ նրան պետք է վերաբերվել հենց այդպես, սա նորից նշանն է նրան, որ հարաբերությունները խորանում են եւ խորանալու են եւ երկուստեք շահագրգռվածություն կա դա անելու, մենք այդ տրամաբանության մեջ շարունակելու ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ։ Առավել ընդլայնված օրակարգով նաեւ Ադրբեջան է գնալու եւ ինչ եք կարծում խաղաղության պայմանագրի հետ կապված արդյոք կարող է փոփոխություն լինել, այսինքն այն որ վերջնականապես ստորագրվի, այսինքն Ադրբեջանն այց արդյոք այս հարցերը եւս կքննարկվի։ Ես չեմ կարող ուղիղ պատասխանել դա որևէ կերպ կազդի թե չի ազդի հենց այցը, բայց գործընթացը խաղաղության process-ը առաջ տանելու եւ նաեւ դրա շրջանակներում խաղաղության համաձայնագիրը վերջնական կնքելու ամենօրյա աշխատանք է պահանջում, որը մենք իրականացնում ենք արդեն երկար տարիներ եւ իմ համար անկեղծ ասած մի քիչ հասկանալի չէ ինչ է նշանակում առավել հագեցած օրակարգով, այսինքն մեր օրակարգը հագեցած չի, իրանցը հագեցած է եւ այդ նսեմացման քաղաքականությունը, որը մենք հաճախ լսում ենք այդ թվում ձեզնից եկեք առնվազն վերջ տանք շնորհակալություն։ Դե դա ձեր մեկնաբանությունն է, առավել կամ ոչ առավել։ Զենքերի գնման հետ կապված նաև որ կարող է տրամադրվել Ադրբեջանի։ Եվ ինչ է նշանակում առավել հագեցած կամ առավել քիչ հագեցած։ Մեր օրակարգները շատ հագեցած եւ մենք էլ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բազմապիսի բազմավեկտոր հարաբերություններ եւ քաղաքականություն վարում բոլոր ուղղություններով, իմ կողմից նշված եւ նաեւ չնշված։ Հիմնականում թրիփին է վերաբերում իր այցը, այսինքն հետաքրքրությունների մեջ շրջանակը, թե այլ հարցեր եւս ուշադրություն։ Ես արդեն կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին, որ առնվազն կա ռազմավարական փաստաթուղթ ստորագրված Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ, որտեղ նշված են ուղղություններ, բայց իհարկե մենք դրանցով չենք սահմանափակվում եւ ընդհանրապես երկու երկրների միջեւ երբ որ խորացող հարաբերություններ են լինում, բոլոր ուղղություններով էլ այդ հարաբերությունները խորանում են։
Պարոն Թորոսյան, այս համատեքստում ինձ թրիփի հետաքրիր օրերս Լավրովի հայտարարությունը, նրանք կարծում են, որ դեռևս նոյեմբերի 9-ի հայտարարությունը արդիական է, կենսունակ է եւ կոմունիկացիաների հարցը կարող են լուծվել դրա շրջանակում։ Ինչպես սա կարող ենք հասկանալ, ինչպես սա հասկացել է Հայաստանի իշխանությունը։ Գիտեք, մենք շատ ենք մեկնաբանել այդ հարցը, մինչև նույնիսկ տրիպի ի հայտ գալը կամ Երևան գալը, եւ այդտեղ ավելացնելու բան չկա, մենք տեսել ենք այդ փաստաթղթի կենսունակությունը իր բոլոր կետերի չկատարումը ըստ էության եւ այստեղ ավելացնելու բան չունեմ, շնորհակալություն։ 9-րդ կետի մասին եմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Եվ նույն Լավրովը տարօրինակ է համարում խոսակցությունները այն մասին, որ Հայաստանին հյուսիսից սպառնալիքներ կան ընտրություններին միջամտելու առումով, ներքաղաքական իրավիճակը լարելու առումով, ի վերջո կան թե ոչ, պարոն Թորոսյան։ Ես կարծում եմ, որ այս հարցին նույնպես բազմիցս անդրադարձել ենք, այդ թվում հենց այդ այցի շրջանակներում գործընկերները անդրադարձել են եւ այստեղ էլ որևէ գաղտնի բան չկա, մենք հաճախ ենք տեսնում հատկապես ինֆորմացիոն տեղեկատվական գրոհներ, որոնք ենթադրաբար ուղղորդվում են ինչ-որ շրջանակների կողմից, որոնք նաեւ նման են այլ երկրներում նման տեղեկատվական գրոհների, որոնք որ ենթադրաբար էլի ուղղորդվել են այն երկրների կողմից, որոնք որ չեն ուզել, որ այդտեղ տեղի ունենան օրինակ ժողովրդավար ընտրություններ, որտեղ որ ժողովրդավարությունը հաղթի եւ մենք մեր քաղաքացիների հետ նաեւ դրա մասին երկխոսությունը եւ թափանցիկություն շատ կարեւոր ենք համարում եւ պետք է նաեւ ցույց տանք, երբ որ օրինակ մի արհեստական մեկ օրանոց կայքում մի լուր է ծնվում եւ սկսում տարածվել թե ռուսական շրջանակներում, թե հայկական շրջանակներում, որոնք ամեն ինչ պատճենում են ռուսական շրջանակներից, որ մեր քաղաքացիները իմանան, որ դա սուտ է եւ դա ուղղորդված հակաքարոզչություն է այս կամ այն կամ ուժի կամ գործընթացի նկատմամբ, այդ թվում խաղաղության նկատմամբ եւ այդտեղ որևէ թաքցնելու կամ վատ բան չկա, հակառակը մենք բոլորս պետք է խոսենք, որ մեր քաղաքացիները իրականությունը ապատեղեկատվությունից տարբեր են եւ ընտրություն կատարելիս, հատկապես այս նախընտրական շրջանում, իրենց գիտակցված ընտրությունը լինի եւ ոչ թե օրինակ այս կամ այն ուժերի կամ երկրների միջոցով ուղղորդված, հա, ընտրություն լինի, այդ թվում սոցիալական մեդիայի կողմից, ինչ որ անհասկանալի վիդեոների, որոնք կարող են նաեւ շատ գրավիչ թվալ իրենց բովանդակության իմաստով, բայց ամբողջությամբ կեղծնել եւ դրա մասին խոսելը, ես կարծում եմ ոչ միայն մեր իրավունքն, այլև մեր պարտականությունը։ Հետաքրքիր է, պարոն Թորոսյան, այս համատեքստում երբ դուք խոսում եք կեղծ տեղեկությունների, պետության ներքին գործերին միջամտելու փորձերի մասին, մեկօրյա կյանք ունեցող կայքերն եք հիշում, բայց հետաքրքիր է, որ մոռանում եք հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական պետական հեռուստաալիքները, որտեղ ճիշտ է մեկ հաղորդում փակվել է, բայց էլի այդ ալիքները մնացել են եւ ոչ պակաս այդ միջամտության փորձերը, կեղծ տեղեկությունները շարունակվում են եւ սանալիով այդ մի հաղորդում փակելը, այսպես ասած, խնդիրը չի լուծել։ Պետությունը այստեղ կոնկրետ անելիք ունի, թե չունի ըստ։ Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին եւ գիտեք, որ ռուսական կարում չասել Չէ, որ խոսել ենք ինչ ասեմ, դուք եք կրկնում նոր հարցեր տվեք, ասեմ չենք խոսել։ Ունեք նոր հարցեր, հարգելի գործիքներ։ Չէ, դուք ասեք ինչ եք անում։ Ասում եմ ինչ ենք անում։ Բազմիցս խոսել ենք, թե ինչ ենք անում։ Հարցը լուծել է մասամբ կամ լուծման գործընթացում է։ Այդ հեռուստաալիքները հեռարձակում են միշտ պետական պայմանագրերի հիման վրա, որտեղ կան մեխանիզմներ, որոնք մեր գործընկերները գործարկում են, երբ որ մենք տեսնում ենք եւ նաեւ հրապարակային ենք այո խոսում, չենք վարանում դրա մասին խոսել, որ երբ որ պետական հեռուստաալիքով օրինակ պետական հայկական իմաստով հակապետական քաղաքականություն կամ քարոզչություն է տեղի ունենում, դրա մասին եւ խոսում են եւ գործիքներն են գործադրում եւ դա դինամիկ գործընթաց է եւ այնպես չի, որ ինչ որ մի օր մի բան անելով ամեն ինչ վերջանում է, այնուամենայնիվ մենք ունենք հարաբերություններ շատ երկրների հետ, այդ հարաբերությունները միշտ չի, որ եւ դժվար է նաեւ գնահատել, որ տենց պետք է լինեն միայն սահուն, կան նաեւ կնճիռներ շատ երկրների հետ հարաբերությունների մեջ եւ այդ կնճիռները պետք է լուծվեն։ Պարզապես այդ պայմանագիրը միջկառավարական հենց կնքման օրվանից խախտվել է եւ Ռուսաստանի տարածքում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը արտոնյալ պայմաններով չի հեռարձակվել եւ ոչ մի հարգելի գործընկերներ, ես կարծում եմ բավարար չափով անդրադարձա այդ հարցին։ Եթե այլ հարցեր կան, խնդրում եմ տվեք, որ չասեմ, ինչպես բազմիցս նշել ենք։ Բուրը սկսվում
եւ ձեր մրցակիցները օրինակ Պարքավիճարների հետ անհամաձայն կապված։ Հիմա որ ասեմ բազմիցս անդրադարձել ենք նեղանալու Չէ, եք։ Պարքավիճարների մասին չեմ ասում։ Իրենք ասում են, որ մեր նախարարները Պարքավիճարներ չեն ստանում։ Այո, կստանան ծրարով գումարներ իրենց օլիգարխ ղեկավարից։ Ճիշտ է։ Դրա պատասխանը այդ է։ Ինչպես որ մենք բազմիցս լսել ենք, որ տեղի ա ունեցել նախկին շատ կառավարությունների ժամանակ եւ այդ նախարարները եղել են այդ մարդկանց ըստ էության անձնական աշխատողները եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ։ Դա ոչ միայն անընդունելի է, դա նաեւ ստորացուցիչ է ցանկացած կառավարության անդամին, ով կհամաձայնվի նման կերպ աշխատել։ Հաստնեք, Շնորհակալություն, լավ եղեք, գումարներ։ ձեզ հաջող օրվան մաղթում։